Պարոն Փաշինյան, երկու հարց կարելի է ձեզ։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ո՞նց եք կարծում, Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե, լիքը։ Հա, չբացի ձեր ղեկավար Դուք օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի չի զգացում, որ արդեն հպարտել չեմ։ Ինչի։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի։ եմ, բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի իր քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ է հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխովացի ու հպարտացի է։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմիցս եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է տենց խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ արարած, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի, հանգարց կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ որ ավարտեք ես կարձակեմ։